հարյուրավոր մեր քաղաքացիներին, շտաբներին, աշխատակիցներին ներկայացնելով դարձրեց այլևս համատարած անվստահ։ Ինչ էլ որոշի սահմանադրական դատարանը, այս ժողովրդի պատմության մեջ 26 թվականի խորհրդարանական ընտրությունները մնալու են ոչ լեգիտիմ, մնալու են կեղծված, մնալու են հանցագործների ձեռքով մեծ հանցագործություն։ Եվ մի օր այդ բոլոր հանցագործները համայնքի ղեկավարներ լինի, տարբեր պաշտոնյաներ լինեն, այդ բոլոր հանցանքների համար պատասխան են տալու, բայց նորից կրկնում եմ, են մեր բոլոր հայրենակիցները, ովքեր այստեղ չեն, ովքեր մտածում են, որ իրենց տանը իրենց համար ապահով է, մոռացեք, Նիկոլը գալու է բոլորի տները, ոնց որ եկել է այս տարիների ընթացքում, հիմա ձեզնից շատերը լսում են այս ազգականին, այն ազգականին, որ ուրախության, տխրության պատճառով մի քանի օրով եկել է Երևան, Հայաստան, ստիպելով տանում են 25-օրյա վարժական հավաքների, արատավորում են մեր բանակը, արատավորում են մեր առաջնագիծը, մեր անվտանգությունը, մենակ իրանց կարողանան պահել։ Ու շնորհակալ եմ բոլոր են մեր հայրենակիցներին, ովքեր անցնող ամիսներին, արշավի ժամանակ իմանալով, որ ամեն մեկի տուն ոստիկանը գալու է, մինչև վերջ կանգնեցին, ամեն ինչ արեցին, սրանց հեռանալու համար։ Ձեր պայքարը, ձեր արդյունքը ունենալու վերջնական հաղթանակ։ Շնորհակալ եմ։